300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցել վերակառուցելու ծրագրով ընթացքում են 223 դպրոցի շինաշխատանքներ, 35-ում դրանք ավարտված են։ 4 կրթահամալիրի և 7 դպրոցի շինարարության համար հատկացվել է 2 միլիարդ 685 միլիոն դրամ։ Մրցույթները կազմակերպված են, գործադիրի այս որոշումը հնարավորություն կտա մեծ թափով սկսել կառուցումը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, ի տարբերություն նախորդ տարվա, երբ դպրոցների շինարարության համար հայտարարված 30 մրցույթից 10-ից ավելին չէր կայացել մասնակից չլինելու պատճառով, հիմա կա 93 շնորհված պայմանագիր, ավելի քան 50 պայմանագրային գործընթաց, որոնք մեծ հավանականությամբ կունենան իրենց կատարողները։ Չզեկուցվող հարցով կառավարությունը որոշել է շինթույլտվությունից առաջ ընկերություններին թույլատրել կառավարության ֆինանսավորմամբ շինհրապարակներում կենտրոնացնել շինանյութն ու այն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են կառուցապատման մեկնարկի համար։ 2 միլիարդ 903 միլիոն դրամ ուղղվել է 17 համայնքի սուբվենցիոն 28 ծրագրի համաֆինանսավորմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ այս գումարը ներառյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման կառավարության մասնաբաժինը մոտ 20 միլիարդ դրամ է։ Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունը պետք է լինի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը, հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանի խոսքով անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ ներդրում է գալիս երկիր և տնտեսությունը զարգանում է։ Նախարարը նշել է, որ յուրաքանչյուր դեսպանի առաջ խնդիր պետք է դրվի, թե որքան ներդրում կարող ենք ավելացնել այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերություններում։ Պապոյանը նաև հայտնել է, որ ներկայում Ամուսարի հետ կապված գործընթաց կա։ Ներդրողների ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք մենք, այսինքն ներդրման մի մասը, ֆինանսավորման մի մասը արդեն իսկ պատրաստ է կա, մյուս մասը դեռ գործընթաց կա, այսինքն որոշակի պրոցես կա վարկավորման, դա հուսով ենք, որ կավարտենք այս տարվա ընթացքում եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ նվազագույնը գոնե 1 եռամսյակ եկող տարի արդյունահանում կունենանք, եթե հաջողվի 2 եռամսյակ ունենանք, շատ ավելի լավ եւ ավելի լավ տնտեսական արդյունք կունենանք, քան այն ինչ որ նախանշել ենք հաջորդ տարվա։ Այն տնտեսական աճը, որ նախորդ 2 տարիներին տեղի ունեցել, 2,5-ից 3 անգամ Հայաստանի պոտենցիալից ավելի է եղել, այդպիսի աճերը բնականաբար երկարաժամկետ հեռանկարում չեն կարող պահպանվել, եւ Հայաստանի կառավարության քաղաքականությունն առաջիկա տարիներին պետք է լինի որոշակի մեր տնտեսական պոտենցիալից բարձր կայուն տնտեսական աճի ապահովումը։ Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս պահի դրությամբ մեր տնտեսական պոտենցիալը միջազգային գործընկերները գնահատում են 4,5-ից 5% շրջանակներում, այսինքն այն տեխնոլոգիաները, այն գիտելիքները, որոնք Հայաստանում կան, եւ այն մակրո եւ միկրո իրավիճակը, որ կա, Հայաստանում այդպիսի տնտեսական աճ պետք է արձանագրվի, բայց մեր թիրախը շարունակում է մնալ շատ ավելի բարձր տնտեսական աճերը, քանի որ կառավարության ջանքերը հենց դրա մասին են, քանի որ չենք փորձում բավարարվել մինիմալ շեմերով եւ հավելյալ ջանքերի, հավելյալ քաղաքականությունների արդյունքում թիրախավորում ենք ավելի բարձր աճ։ Կառավարության ծրագրում արձանագրված 7% տնտեսական միջին աճի թիրախը պահպանվում եւ կատարվում է այս պահի դրությամբ։ Այսինքն 2021-24 թվականների դրությամբ միջին տնտեսական աճը 7%-ից շարունակելու է մնալ բարձր եւ հաջորդ տարիներին, եթե անգամ այն թիրախները, որ դրել է կառավարությունը 5.6 կամ 5.5%, ապա կառավարությունը 100% կկատարի իր առջև դրած խնդիրները։ Այսինքն հնգամյակում միջին տնտեսական աճը կլինի 7%, ասել է Գևորգ Պապոյանը։ Որ հագուստի եւ նորաձևության ոլորտի տեղական ընկերությունները կարողանան եվրոպական շուկայում ճիշտ ներկայանալ, միջազգային առևտրի կենտրոնը հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում ծրագրով նրանց համար կազմակերպել է հնգօրյա դասընթաց։ Դասընթացին մեծ ուշադրություն է դարձվել ապրանքանիշի ստեղծմանը, հավաքածուների մշակմանը, արտապատվիրակմանն ու արտաքին շուկայի վաճառքի եղանակներին։ Նորաձևության ոլորտը շատ արագ է փոխվում, հավաստիացրել է էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչության ղեկավարը։ Հետևաբար միայն շնորհն ու ստեղծագործ միտքը բավարար չեն մրցակցությանը դիմակայելու համար։ Արտադրողները պետք է տիրապետեն ժամանակակից տեխնոլոգիաներին եւ ունենան ռազմավարական մտածողություն։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մշտապես աջակցում է ոլորտի արտադրողներին, որպեսզի բարձրացնի նրանց մրցունակությունը թե ներքին եւ թե արտաքին շուկաներում, եւ մենք միշտ պատրաստ ենք լինելու մեր արտադրողների կողքին եւ հուսով ենք, որ այս դասընթացը մեր նորաձևության ոլորտի արտադրողներին կօգնի ավելի հստակ եւ ավելի ճշգրիտ բրենդավորվել շուկայում։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.4%-ով, կազմելով բարելի դիմաց $72.68։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $68.98։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.1%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $2799։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ աճել է 0.1%-ով եւ կազմել մեկ հատի համար $72411։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 31-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 387 դրամ 62 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 421 դրամ 19 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 3 դրամ 99 լումա։